Փառք Տերոջ։ Օրհնում ենք միաբան Տեր Հիսուս Քրիստոսին, իր անունը, իր մեծությունը, իր սերը, որ պարգևեց բոլոր աշխարհին։ Աստված իր որդուն ուղարկեց, որ այսօր ամեն մեկս ազատորեն կանք իր ներկայության մեջ։ Ամեն։ Ոչ մեկ կրոնի մեջ, ոչ մեկ օրենքի մեջ, ոչ միտեղ այդ բանը չկա, որ ինքն իր շնորհքով մեզի փրկել է։ Որտեղ նայում ես, ասում են քո գործերով լավ գործեր արա, բայց մեր լավ գործողը միայն Տեր Հիսուսն էր, որ փրկել է այսօր մեզի, օրհնել է եւ իր տան մեջ դրել է, որ իրեն պաշտենք, իրեն օրհնենք, որտեղ որ լինենք, այս շենքի մեջ, մեր տան մեջ, որտեղ որ լինենք, իրար տան մեջ, պետք է Տերոջը պաշտենք եւ փառաբանենք, որովհետեւ մեր Տերը անսահման է։ Ամեն։ Շնորհավորում եմ Պենտիկոստը, հոգեգալուստը։ Մեր հայերի մեջ շատ կա, որ ասում են այս օրը գալուստի տոնն է։ Գալստանի տոնն է։ Եվ օրհնյալ այս օրը բոլոր եկեղեցու համար, որովհետեւ եկեղեցին այս օրը ծնվեց։ Ամեն։ Հալելույա, կարող ենք Տերոջ համար մա ծափարենք, որ այսօր մեզի ծնունդ է տվել իր մարմնի մեջ, իր հոգու մեջ եւ միաբան է դարձրել, որ միաբան հոգով եւ ճշմարտությունով իրան պաշտենք։ Ամեն։ Կապ չունի ինչ մակարդակի ենք, ինչ դասակարգի ենք, ինչ վիճակի ենք, ինչքան կրթություն ունենք, ինչքան հարստություն ունենք, ինչքան տարիք ունենք, կարևորն է որ մենք մի Աստծուն եւ մի Տերոջն ենք պաշտում։ Եվ նրա անունն ինչ է, միասին ասեք. Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Հալելույա։ Այսօր օրհնում ենք նրա անունը եւ ուզում եմ որ համեցեք իրանք են կանգնել եղբայր Եզրաս, իրանք են կանգնել։ Հալելույա։ Կարող ենք երկենք Սուրբ Հոգի, արի Սուրբ Հոգի, արի լեցրուր ինձ այսօր, այսօր այն օրն է, որ եկեղեցին լցվեց Տերոջ հոգով, և այդ վախկոտ Պետրոսը, որ խեղճին ամեն տեղ վախլուկ են համարում, և ամեն շատ քարոզների մեջ ասում են ուրացավ, այդ Պետրոսի միջոցով հազարավորներ փրկվեցին, հալելույա, և նման մեկերի, Հովհաննեսը եւ Հակոբը, որ շատ կռվարար եղբայրներ էին, Էլասերի եղբայր։ Հովհաննեսն ասում էր իրար սիրեք, մինչև իր վերջին օրն ասում էր իրար սիրեք։ Եվ Մաթեոս Մաքսավորը, որ պետության համար փող էր կլանում ժողովրդից, ելավ առաջին ավետարան գրող։ Եվ ինչ հայտնություններ ստացավ։ Եվ այդ միայն եւ միայն Սուրբ Հոգու գործն էր, որ այսօր իմ եւ քո մեջ նույն ձևը կարող է կատարի։ Ամեն։ Սուրբ Հոգի արի Սուրբ Հոգի արի Սուրբ Հոգի արի լեցվեմ, արի որ փոխվեմ, արի որ զորանամ, հաղթանակեմ, արի որ լեցվեմ, արի որ փոխվեմ, արի որ զորանամ, հաղթանակեմ, նոր է Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի Արի Սուրբ Հոգի Արի Սուրբ Հոգի Արի որ լեցվենք, արի որ փոխվենք, արի որ զորանանք, հաղթանակենք, արի որ լեցվենք, արի որ փոխվենք, արի որ զորանանք,
հաղթանակ է Սուրբ ոգի Գործիր Սուրբ ոգի Գործիր Սուրբ ոգի Գործիր մեր սրտում Գործիր մեր մտքում Գործիր մեր առօրյա ճամփաներում Գործիր մեր սրտում Գործիր մեր մտքում Գործիր մեր առօրյա ճամփաներում Արի մեզ փոխիր Արի մեզ լեցրուր Արի մեզ զորացրուր սովորեցրուր Արի մեզ փոխիր Արի մեզ լեցրուր Արի մեզ զորացրուր սովորեցրուր Սուրբ ոգի Արի Սուրբ ոգի Արի Սուրբ ոգի Արի որ լեցվեմ Արի որ փոխվեմ Արի որ զորանամ հաղթանակեմ Արի որ լեցվեմ Արի որ փոխվեմ Արի որ զորանամ հաղթանակեմ Սուրբ ոգի Գործիր Սուրբ ոգի Գործիր Սուրբ ոգի Գործիր մեր սրտում Գործիր մեր մտքում Գործիր մեր առօրյա ճամփաներում Գործիր մեր սրտում Գործիր մեր մտքում Գործիր մեր առօրյա ճամփաներում Արի մեզ փոխիր Արի մեզ լեցրուր Արի մեզ զորացրուր սովորեցրուր Արի մեզ փոխիր Արի մեզ լեցրուր Արի մեզ զորացրուր սովորեցրուր Հալելույա Հալելույա Փառք Տերոջը Փառք Տերոջը Հավատում եք, որ Սուրբ Ոգին կարող է փոխի ինձ եւ քեզ Հալելույա Փառք Տերոջ Այսօր եկել ենք, որ կյանք հրճակենք Կյանքը, որ Սուրբ Ոգին է տվի, որ Տերն է մեզ տվի Եվ եթե այդ կյանքով լեցվենք, Սուրբ Հոգով լեցվենք, կարող ենք երգենք Դավիթի նման, պարենք Դավիթի նման, զորանանք եւ ներենք Հիսուսի նման իրար, Հովսեփի նման իրար, հալելույա, փառք Տերոջը Սուրբ ոգին իմ մեջ գործի կերկեմ Դավիթի նման Երբ Սուրբ ոգին իմ մեջ գործի կերկեմ Դավիթի նման Կերկեմ Դավիթի նման Կերկեմ Դավիթի նման Երբ Սուրբ ոգին իմ մեջ գործի կլսեմ Սամվելի նման Երբ Սուրբ ոգին իմ մեջ գործի կլսեմ Սամվելի նման Կլսեմ Սամվելի նման Կլսեմ
կխոսեմ Դանիելի նման, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կխոսեմ Դանիելի նման, կխոսեմ Դանիելի նման, կխոսեմ Դանիելի նման, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կսիրեմ Հիսուսի նման, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կսիրեմ Հիսուսի նման, 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 հալելույա։ Ես վերջին մասը շատ դժվար է, որ իրականից Հիսուսի նման սիրենք։ Երբեմն ուզում ենք սիրենք, մինչև սիրենք, բայց Հիսուսը մեզի սիրեց, նախքան այդ որ մենք իրան սիրեինք։ Եկեք զորեղ, ես վերջին մասը երգենք և Աստծուց խնդրենք, որ այդ հոգին պարգևի մեզի, որ սիրենք այն մարդկանց, որ մեզի չեն սիրում։ Հալելույա, փառք Տերոջ, և վստահ եմ, որ Տերը կտա այդ հոգին։ Ամեն։ Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կսիրեմ Հիսուսի նման, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կսիրեմ Հիսուսի նման, կսիրեմ Հիսուսի նման, կսիրեմ Հիսուսի նման, ամեն, հալելույա, փառք Տերոջ։ Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, 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 Ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ես ալելույա, ուր Տիրոջ հոգին է ազատություն է, ուր Տիրոջ հոգին է երջանկություն է, ուր Տիրոջ հոգին է խաղաղություն է, ուր Տիրոջ հոգին է ուրախություն է, ուր Տիրոջ հոգին է ազատություն է, ուր Տիրոջ հոգին է երջանկություն է, ուր Տիրոջ հոգին է խաղաղություն է, ուր Տիրոջ հոգին է ուրախություն է, ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ալելույա, ալելույա, փառք ալելույա, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, ամեն, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, նորեր, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, ողքինից ասա, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, ալելույա, փառք ալելույա, ալելույա,
Park Hallelujah, Amen, Hallelujah, Park Hallelujah, Hallelujah, Parkes Hallelujah, Urtiro Chokine Asatutune, Urtiro Chokine Yerchandutune, Urtiro Chokine Chagagutune, Urtiro Chokine Urachutune, Urtiro Chokine Asatutune, Urtiro Chokine Yerchandutune, Urtiro Chokine Chagagutune, Urtiro Chokine Urachutune, Hallelujah, Park Hallelujah, Hallelujah, Park Hallelujah, Hallelujah, Park Hallelujah, Hallelujah, Parkes Hallelujah, Hallelujah, Park Deroch. Ես երկեն երկերից որ ինչքան երկում ես չի վերջանում, վերջակետ չունի, սկսում է, հալելույա, Պիտուրախանամ, 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 Պիտուրախանանք Տերոջ մոտ, Պիտուրախանամ, Պիտուրախանանք, Պիտուրախանանք Տերոջ մոտ, նոր է Պիտուրախանանք, 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 Պիտուրախանանք Տերոջ մոտ, Պիտուրախանանք, Պիտուրախանանք, Պիտուրախանանք Տերոջ մոտ, ինչու Սուրբ Հոգիով անձես օծեց, բաժակը սալման լեցուց, ինձ հետ է իր ներկայություն, օրնություն և խաղաղություն, Սուրբ Հոգիով անձես օծեց, բաժակը սալման լեցուն, ինձ հետ է իր ներկայություն, օրնություն և խաղաղություն, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, մենք ունենք հաղթություն, ամեն, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ունենք ուրախություն, անսահման է, անսահման է և իր սեր, Հիսուսի համար մենք ունենք հաղթություն, Պիտուրախանանք, Պիտուրախանանք, Պիտուրախանանք Տերոջ մոտ, Պիտուրախանանք, Պիտուրախանանք, Պիտուրախանանք Տերոջ մոտ, իրար ասենք, Պիտուրախանանք քույրս, Պիտուրախանանք եղբայրս, Պիտուրախանանք Տերոջ մոտ, Պիտուրախանանք, Պիտուրախանանք, Պիտուրախանանք Տերոջ մոտ, ինչու Սուրբ Հոգիով անձես օծեց, բաժակը սալման լեցուն, ինձ հետ է իր ներկայություն, օրնություն և խաղաղություն, Սուրբ Հոգիով անձես օծեց, բաժակը սալման լեցուն, իմ հետ է քո ներկայություն, օրնություն և խաղաղություն, սորեղ Հիսուսի անունով, Հիսուսի անունով, դու ունես հաղթություն, կողքինիդ ասած, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ունես ազատություն, անսահման է և իր սեր, հավիտյան է իր խոսքը, Հիսուսի համար մենք ունենք հաղթություն, օրհնյալ է նա։ Մի հատ երկ ուզում եմ երգեմ, ժամ ունենք, լիստի մեջ չկա քույրադրին է, եթե կելնի, նա է զորությունը Իսրայելի։
զորությունը Իսրայելի Միակ ամեն տարբեր Նա է զորությունը Իսրայելի Զորությունը Իսրայելի Իր ձայնը պիտի լսվի Իր խոսքի ուժի մեջ Զորությունը Իսրայելի Նա է զորությունը Իսրայելի Զորությունը Իսրայելի Իր ձայնը պիտի լսվի Իր խոսքի ուժի մեջ Զորությունը Իսրայելի Նա կույրին տալիս է աշտեսնելու Եվ խուլերի նա կաշեր լսելու Կաղերը թճկոտում Քո առջև են միշտ պարում Եվ համրերը քո անվան են երգում Նա է զորությունը Իսրայելի Զորությունը Իսրայելի Իր ձայնը պիտի լսվի Իր խոսքի ուժի մեջ Զորությունը Իսրայելի Նա կույրին տալիս է աշկ տեսնելու Եվ խուլերին ակաշներ լսելու Կաղերը թճկոտում Քո առջև են միշտ պարում Եվ համրերը քո անվան են երգում Եվ համրերը քո անվան են երգում Հալելույա Փառք Տերոջ Փառք Տերոջ Փառք Աստծուն Գիտեք, երբ որ ես երգը երգում եմ, որ տեսնում եմ տարեց քույրեր եղբայրներ, կանգնած են եւ երգում են եւ ցնծում են ու պարում են Տերոջ ներկայության մեջ, այս իրականանում է։ Հիմա հենց այդ քրոջն ասես, արի եթանք բազար շոփինգ անենք, կասի ոտքեր ցավում, բայց Տերոջ ներկայության մեջ կանգնում են Եղբայրն ասավ, թողեք նստեն, ես ասում ես չեմ, ասի իրանք են կանգնի, տեսանք, որ եղբայրներ, քույրեր, որ տարեց են կանգնում են և երգում են և պաշտում են և օրնում են Տերոջը առանց են որ օգնեն, Աստված օրհնի ձեզ, փառք Տերոջ, համեցեք նստեք, խնդրեմ։ Մենք փորձում ենք եկեղեցիներում դնենք կարգ ու կանոն, իսկ կարգ ու կանոնը հեռացնում է եկեղեցուց հոգում, հիշեք, որովհետև որտեղ կա որ Սուրբ Հոգի, այնտեղ չի կարող բացարձակ կարգ ու կանոն լինել ըստ մարդկային չափանիշների։ Նա ունի իր կարգ ու կանոնի սահմանումները։ Նկատել եք, ամենաշատ կարգ ու կանոնը այսօր գերեզմանոցներում է։ Տեսել եք, բոլորը ունեն կոնկրետ չափերի քարեր, հերթականությամբ շարված։ Կան ինչ-որ օրեր, որտեղ այդտեղ մաքրում են, ծաղիկները չես կարող այդ օրը թողել, որտեղ նրանք կթափեն դա, որտեղ այնտեղ կարգ ու կանոն է, բայց ուշադիր նայեք, այնտեղ նաև միայն մեռելներ են, զգում եք։ Այնտեղ կյանք չկա։ Բայց մարդկային տեսակետով կարգ ու կանոն է, ամեն ինչ չափած, ձևած, գծագրած, գեղեցիկ, ամեն ձևով։ Իսկ նկատել եք ծննդատունը, որտեղ չկա կարգ ու կանոն, որ բալիկը երբ ուզում արթնանում է, գիշեր թե ցերեկ, ուզում է ուտի ինքը արթնանում է, գոռում է, լացում է, մեկին պետքա տակը փոխեն, Չէ, մեկը ծիծաղում է, մեկը լացում է, բացարձակ կարծես թե կարգ ու կանոն չկա ըստ մարդկային չափանիշների։ Բայց այնտեղ կա կարգ ու կանոն, ու առավել ևս այնտեղ կա կյանք։ Մարդկային չափանիշներով մենք հնարավոր է չունենանք կարգ ու կանոն, բայց աստվածային չափանիշներով ամեն ինչ նրա կարգ ու կանոնի մեջ է։ Որովհետև այնտեղ որտեղ աղմուկ է, այնտեղ կյանք կա։ Իսկ այսօր շատ եկեղեցիներ ունեն գերեզմանային լռություն, որտեղ թագավորում է ճանճը։ Երբ որ մենք փորձում ենք կարգ ու կանոնի մեջ դնել եկեղեցին, այնտեղից հեռացնում ենք հոգուն։ Այնտեղից հեռացնում ենք կյանքը։ Եվ հետո զարմանում ենք, ինչու եկեղեցին չի գործում։ Ինչու է աշխարհն այսքան խավարի մեջ ավելի թաղվում։ Ում մեղքն է սա, ում անգործության հետևանքն է սա, եթե ոչ եկեղեցիների, եթե ոչ մեր։ Մենք ամենքս պետք է զգանք այդ պատասխանատվությունը մեր երեխաների ապագայի հանդեպ եւ այսօր պիտի պայքարենք, այո, մենք այսօր պիտի մտնենք քաղաքականություն։ Այնտեղ մեր խորհրդի կարիքը կա։ Այնտեղ իմաստուն մարդկանց կարիքը կա, ինչ կարելի է կամ ինչ չի կարելի։ Գիտության ոլորտ, կրթության ոլորտ, մշակույթի ոլորտ, ինչ է կարելի ցույց տալ եւ ինչ չի կարելի։ Եթե այդ ֆիլմերի, սցենարիստների
կամ խմբի մեջ մի հատ աստվածավախ մարդ լիներ, կասեր չի կարելի սա անել, սա ծաղր է Աստծո հանդեպ եւ հետո միլիոնավոր մարդկանց հավատքի հանդեպ։ Մենք այսօր պիտի լինենք այնտեղ, մեր տեղը այստեղ չէ, այստեղ մենք գալիս ենք լցվելու համար, մեր տեղը այնտեղ է, մենք ունենք արդ մշակելու համար, որտեղ հունցքը մեզ է սպասում։ Դու չպիտի լինես լավ քրիստոնյա եկեղեցու մեջ, դու պիտի լինես խոնար, հնազանդ, լսող, լցվող քրիստոնյա եկեղեցու մեջ եւ գործող, կռվող, համարձակորեն քրիստոնյա դուրսը, որտեղ որ քեզ արդ է տված, որ մշակդ քաղես։ Միայն մենք ենք մեզ սահմանափակում։ Սուրբ Հոգին հատուկ մարդկանց չի ընտրում նրանց միջոցով գործելու համար։ Սուրբ Հոգին բոլորիս է տրված, նկատել եք։ Երբ որ դուք ապաշխարության աղոթք եք անում ու վերածնվում եք, դուք արդեն ունեք Սուրբ Հոգի։ Սակայն ինչքանով է նա ակտիվորեն գործում ձեր մեջ, կախված է ձեր ընտրությունից։ Ինչքանով եք դուք սահմանափակում Սուրբ Հոգուն, որ ձեր կյանքում մեջ գործի եւ ձեր միջոցով գործի այնտեղ, որտեղ որ դուք ուղարկված եք։ Եթե դու չես հավատում Սուրբ Հոգուն կամ նրա պարգևներին, դու չես կարող ունենալ հրաշքներ կամ բժշկություններ, որտեղ դու սահմանափակել ես արդեն Սուրբ Հոգուն։ Մենք ինքներս ենք սահմանափակում Սուրբ Հոգու գործը մեր մեջ։ Այո։ Աստված հոգ է տանում քանակի մասին։ Այսօր քանակը շատ կարևոր է։ Այսօր շատ քրիստոնյաներ մտածում են. Ես հավատացյալ եմ, եկեղեցու մեջ եմ, կատարյալ եմ, վերջ։ Սա կոչվում է գոյատևող քրիստոնյա, որ մազապուրծ ուզում է երկնքի թագավորություն մտնել։ Նրա համար հետաքրքիր չէ արդյոք իր բարեկամը, հարևանը, ընկերը կփրկվի թե չէ։ Եթե պետք լինի կասի, բայց հետո եթե պետք չլինի ինքը կպահի, որտեղ իրան աղանդավոր կասեն, եթե ինքը սկսի քարոզել։ Ու մենք մեր եսը խնայելով այսօր Աստծո զավակներին թույլ ենք տալիս, որ կործանվեն։ Դուք պատկերացնում եք, եթե այսօր ես ձեզ հարց տամ, եթե այսօր Քրիստոսը գա, դուք ուզես, ինչ կպատասխանեք։ Շատերը կասեն այո, որովհետև իրենք փրկված են։ Բայց այսօր ձեր պատասխանը պիտի լինի ոչ, որովհետև պատկերացնում եք, եթե այսօր Քրիստոսը կա, քանի միլիարդ մարդ է դժոխք գնալու։ Որպես քրիստոնյա ձեր սիրտը պիտի ցավա այդ մարդկանց համար։ Նրանց մեջ բավականին շատ անմեղ մարդիկ կան, որոնք երբեք Աստծո մասին չեն լսել։ Եվ արժանի չեն, որ Աստծո զավակները գնան կործանվան, եւ Քրիստոսը երբեք չի գա այնքան ժամանակ, քանի նրանք չեն լսել եւ կատարել իրենց ընտրությունը։ Եվ եթե դու նստել ու սպասում ես, թե երբ պիտի Քրիստոսը գա քեզ տանի, զուր ես սպասում, որովհետև նա այնքան չի գալու, քանի այդ միլիարդավոր մարդիկ նրա մասին չեն լսել։ Դու մազապուրծ քրիստոնյա չես, դու կռվող քրիստոնյա ես, դու կանչված ես, որ Աստծո զավակներին փրկես, որովհետև նրանք քո կարիքը ունեն։ Հիսուսը հոգ է տանում թվականակի մասին։ Հիշում եք, նա անիծեց թզենին, որ պտուղ չէր տալիս։ Անիծեց ու ասեց չորանաս դու։ Քրիստոնյաները, ովքեր որ այդ թզենուն նման են, նրանք անիծված են արդեն Աստծո կողմից, որովհետև պտուղ չունեն, պիտանի չեն։ Հիսուսի պատմած առակի մեջ, երբ որ նա գումարներ տվեց իր ծառաներին եւ հետո եկավ հաշիվ պահանջելու, նա ով այդ գումարը թաղել էր հողի մեջ, արժանացավ մահապատժի, որովհետև պտուղներ չէր բերել Տիրոջ համար։ Հստակ է, որ Աստված մեզանից պահանջում է պտուղներ, հստակ է, որ Աստված մեզանից պահանջում է, որ մենք նրա տվածը պիտի բազմապատկենք ու ետ վերադարձնենք նրանց, որպեսզի լինենք հնազանդ, արժանի եւ հավատարիմ զավակներ։ Ղուկաս 13:20-21-ի մեջ կարդում ենք. Եվ դարձյալ ասաց. Ինչի նմանեցնեմ Աստծո արքայությունը, ուշադիր եղեք, Աստծո արքայությունը, այն նման է խմորի, որ մի կին վերցրեց ու 3 չափ ալյուրի մեջ թաթախեց, միջև որ ամբողջը խմորվեց։ Դու այդ խմորն ես, որովհետև Աստծո թագավորության մասնիկ ես։ Եվ ալյուրի մեջ այնքան պիտի թաթախվես, միջև ամբողջ ալյուրը խմորվի։ Շատ հովիվներ ասում են, որ թթխմորը կապված է միշտ մեղքի հետ,
որ այս խոսքի մեջ եկեղեցում գոյություն ունեցող խմորի մասին է։ Այսինքն մեղքի, որ պիտի ամբողջ եկեղեցին մեղքի մեջ ընկնի։ Սա սխալ տեսակետ է, երկու առումով։ Նախ առաջին նրանք շփոթում են եկեղեցին Աստծո թագավորության հետ։ Եկեղեցին Աստծո թագավորության մի մասն է, բայց ամբողջականը չէ։ Աստծո թագավորությունը դա հարթակ է, որ մենք բերում ենք երկնքից երկիր, եւ այնտեղ մեղք չկա։ Ուստի թթխմորը չի կարող նմանվի մեղքի, որտեղ այն Աստծո թագավորությունն է, այլ ոչ եկեղեցին։ Եվ երկրորդ, երբ որ մենք առաջ գնանք այս մտածելակերպով, մենք գոյատևող եկեղեցի ենք, որ արդեն գիտի, որ ինքը թաթախվելու է մեղքի մեջ։ Եթե դու այդպես մտածում ես, դու երբեք դուրս չես գա ու չես քարոզի։ Դու երբեք համարձակորեն չես փոխի այս աշխարհի համակարգը խավարի։ Սա երկու առումով սխալ տեսություն է։ Այստեղ հստակ գրված է Աստծո թագավորությունը խմորի է նման։ Աստված ինքը խոսում է եկեղեցու փառահեղ դերի մասին վերջին ժամանակների մեջ։ Կարդանք Եսայի 61-ից 2-ը։ Վեր կաց լուսավորիր, որովհետև եկել է քո լույսը և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։ Ահա խավարը կծածկի երկիրը և մառախուղը ժողովուրդներին, բայց Տերը ահա ծագում է քեզ վրա և նրա փառքը կերևա քեզ վրա։ Սա է այն եկեղեցին, որ բերելու է այս թթխմորը և մինչև ամբողջ աշխարհը խմորվի։ Նկատել եք, որ ոսկերիչները ադամանդը միշտ դնում են սև կտորի վրա։ Ու ինչքան շատ սև լինի այդ կտորը, այնքան շատ է երևալու ադամանդի փայլը, լուսավորություն, մաքրությունը, ճիշտ է։ Այ դրա համար էլ դուք մառախուղի եւ խավարի մեջ ձեր փառքը ավելի շատ է երևալու եկեղեցի, որտեղ դու արտացոլում ես Տիրոջ փառքը։ Ու ինչքան թանձր լինի խավարը, այնքան շատ է լինելու քո փառքը։ Այս տեսակ եկեղեցի է գալիս վերջին ժամանակների համար։ Որի մասնակիցը մենք ենք։ Մենք ենք այդ կերտողը, մենք ենք երկնքի արքայությունը երկիր բերողը։ Մի անգամ հաղարծին եկեղեցի ենք գնացել Հայաստան, կանգնեցինք ընկերուհիներով, որոշեցինք աղոթենք։ Սկսեցինք բարձրաձայն հարմեր աղոթենք, քանի որ ուրիշ աղոթքեր թույլ չեն տալիս, ուրիշ երգեր թույլ չեն տալիս, միայն Տեր Ողորմյան, որտեղ ուզում ես որ երգես Տերն իմ հովիվ, ասում են չէ, դի մեր երգը չի, Տեր Ողորմյան երգի։ Առաքելական եկեղեցու մասին խոսքը։ Հաղարծին եկեղեցում բարձր հարմերն ենք ասում։ Երբ որ դուրս եկանք, երկու հոգի մոտեցան ու ասեցին՝ «Ինչ լավ աղջիկներ աղոթեցիք, մենք ուզում ենք աղոթենք, բայց ամաչում էինք»։ Սա եկեղեցում։ Դուք պատկերացնում եք, ինչ է կատարվում դրսում։ Աստված այսպիսի եկեղեցի է պատկերացնում, այսպիսի հարց, վախվորած, որ նույնիսկ եկեղեցում է վախենում բարձր աղոթի, իհարկե ոչ։ Դրա համար Աստծո թագավորությունը այնքան չի գալու, ու այս խավարը ավելի այնքան է թանձրանալու, մինչև դու ելնես ու քո փառքը ցույց տաս եկեղեցի։ Ցույց տաս Աստծո փառքը, որ արտացոլվում է քո միջոցով։ Որովհետև դուք անոթներ եք Աստծո ձեռքերի մեջ։ Շատերը ասում են հեռու պիտի մնաս քաղաքականությունից, Քրիստինա, չպետք է խառնվես։ Եթե ես չխառնվեմ, ով է խառնվելու։ Սատանան։ Եթե ես չբերեմ հասկացողություն ու բալանս ու համբերություն ու հոգատարություն ու հանգստություն ու խաղաղություն, որ Աստծո պտուղներն են, ինչ է նա բերելու։ Պանիկա, վախ, պառակտում, հայհոյանք, վեճեր, պատերազմներ։ Դրա համար դուք պիտի մտնեք երկրի մեջ, որտեղ դուք խմորն եք ու պիտի թաթախվեք ալյուրի մեջ, միջև ամբողջ ալյուրը խմորվի։ Հիմա նայենք Դանիելի կյանքին։ Ով էր Դանիելը։ Նա աստծոծյալ էր։ Բայց նա աշխարհի համակարգի մեջ էր, ամենադիվահարված, ամենակռապաշտ, աշխարհակալ կայսրության մեջ։ Նրա ընտանիքին սպանեցին, ազգին կոտորեցին։ Նրան գերի տարան ու սարքեցին եղնուղ, այսինքն նա այլևս անձնական կյանքի երեխա ունենալու իրավունք չուներ։ Նա պիտի ծառայեր իր թշնամուն, իր թշնամու տան մեջ ու դառնար նրանցից մեկը։ Ցանկացած քրիստոնյայի համար սա կլիներ կոտրող իրավիճակ։ Դե հիմա այսպես ստացվեց։ Բայց ոչ Դանիելի համար, ոչ Աստծոծյալի համար։ Նա եղավ այդ աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից։
Նա հնազանդվեց, նա չենթարկվեց ու հնազանդվեց Աստծուն։ Երբ որ նրան ասեցին դու պետքա ուտես այս ուտելիքները, նա ասեց խորագիտորեն, դուր ինձ ժամանակ ուտես, ես այս ուտելիքները ուտելով ինձ ինչքան լավ եմ զգալու։ Բայց նա դասակարգվեց մոգերի, աստղագուշակների ու գուշակների շարքին, որպես նրանցից մեկը։ Նա եղավ աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից։ Աստծո համար նա իր մարդն էր աշխարհի սիստեմի մեջ։ Մարդկանց համար ընդամենը իրենցից մեկը։ Եվ սա է ձեր դերը այսօր աշխարհի մեջ։ Ինչ պատահեց, երբ որ Նաբուգոնդոսոր թագավորը երազ տեսավ, ոչ մի գուշակ ու աստղագուշակ այն մեկնել չկարողացավ։ Եվ ինչ եղավ, նրանք բոլորը դատապարտվեցին մահվան, նրանց պիտի բոլորին սպանեին, նաև Դանիելին, եւ սա այսօր մեր աշխարհի պատկերն է, դուք գիտեք։ Երբ որ մարդիկ կոմպիտենտ չեն, երբ որ չունեն այդ խորագիտությունը, երբ որ չունեն այդ իմաստությունը Աստծուց, չունեն Աստծո Սուրբ Հոգու ուղղորդությունը եւ գերբնական պաշտպանությունը, նրանք չեն կարող ճիշտ որոշումներ կայացնել եւ կարող են բերել հետևանքների, որ կարող են մահի արժանացնել նաեւ լիքը քրիստոնյաների, շատ քրիստոնյաների այսօր։ Չէ՞ որ պատերազմների մեջ այսօր շատ քրիստոնյաներ են զոհվում, որոնք պատերազմ չէին ուզում, բայց ստիպված այնտեղ են, որտեղ այդտեղ այսպես որոշվել է անաստված մարդկանց կողմից, որոնք այսօր քաղաքականության մեջ են, ու նրանք այնտեղ են, որտեղ դու այնտեղ չես։ Եվ դու քո երեխաները այսօր զոհվում ես այդ պատերազմների մեջ, եկեղեցի, որովհետև դու այնտեղ չես։ Ու քո փոխարեն կայացնում են որոշումներ, որ բոլորի կործանման պատճառն է դառնում։ Դա եղավ նաև Դանիելի կյանքում։ Դանիելը պիտի մահապատժի ենթարկվեր, բայց նա ոտքի կանգնեց, գնաց թագավորի մոտ, խորագիտությամբ ու խաղաղությամբ մեկնեց երազը և փրկություն բերեց նաև գուշակներին և մոգերին և աստղագուշակներին, որովհետև Դանիելը այդ կեղտոտ ու խավար դիվային կայսրության մեջ իջեցրեց Աստծո ներկայությունը եւ Աստծո գերբնական զորությունը եւ նա դարձավ այն անոթը, որ Աստծո ներկայությամբ կյանք բերեց նույնիսկ մեղավոր մարդկանց։ Եվ սա քո դերն է այսօր եկեղեցի։ Այսօր ձեզանից յուրաքանչյուրը այս դերը ունի աշխարհի մեջ։ Դու պիտի լինես աշխարհի մեջ։ Դու չես կարող մեկուսանաս եկեղեցիների մեջ, որպեսզի քո երեխաներին տանեն պատերազմների կամ կրթեն այնպիսի կինոներով, ինչպիսին երեկվա ֆիլմներ, որ ես տեսա։ Դու պիտի լինես աշխարհի մեջ, բայց ոչ աշխարհից։ Հայտնություն 12:1-ի մեջ կարդում ենք. 12:11-ի մեջ ներողություն։ Եվ նրանք հաղթեցին նրան գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ մահ։ Այսօր շատ քրիստոնյաներ վախենում են խոսել, որտեղ վախենում են իրենց կյանքի համար կամ որտեղ իրենց կծաղրեն։ Ինչ որ մի բան իրենց մեջ կմեռնի, իրենց սեփական եսը միգուցե։ Իսկ իսկական քրիստոնյաները չեն վախենում այդպես բաներից, նրանք խոսում են։ Խոսում ու վկայում են Աստծուն, ինչպես Դանիելը վկայեց Աստծո մեկնությունը Նաբուգոնդոսոր կայսեր, արյունարբու, կռապաշտ ու դաժան կայսեր մոտ։ Նա չվախեցավ։ Նա համարձակորեն գնաց եւ Աստծո խոսքը տարավ։ Ասեմ ավելին, նա նաեւ այդ կայսերին ասեց, թե նա ինչպես է պատժվելու եւ ինչ տանջանքների մեջով է անցնելու։ Դու գիտեք։ Նա մեկնեց նրա երկրորդ երազը, խորագիտությամբ եւ ասեց, քեզ այսպիսի դաժան օրեր են սպասում այս մեղքերիդ համար։ Շատ քրիստոնյաներ այսօր կասեն, ոչ, ես պետքա խելոք մնամ։ Ես պետքա միայն սեր քարոզեմ։ Ինչ դատաստան, ինձ կատեն, չեն ընդունի։ Ինձ այլևս տեղ չեն տա, ես կկորստեմ աշխատանքս, ես կկորստեմ ընկերոջս, ես կկորստեմ բարեկամիս, ես կորուստներ կունենամ, ոչ, ես չեմ ասի դատաստանի մասին Աստծո։ Բայց ոչ Դանիելը, նա գնաց այս ամենադաժան կայսրին ասեց, դու տանջվելու ես այս մեղքերիդ համար, խորագիտությամբ, եւ նա չմեռավ դրա համար, նա կորուստներ չունեցավ, հակառակը, այդ կայսրը մեղանչեց, այդ կայսրը ապաշխարեց, այդ կայսրը փառք տվեց Աստծուն այդ ամենի վերջում։
Որովհետև այնտեղ որտեղ կա ճշմարիտ խոսք, որտեղ կա քրիստոնյա, որ առաջնորդվում է հոգով եւ ճշմարտությամբ, այնտեղ թագավորում է Աստծո երկնային թագավորությունը։ Եվ դու ես, որ բերում ես երկնքի թագավորությունը դեպի երկիր։ Հովսեփը նույնպես նման օրինակ է, բայց ես չեմ մանրամասնի Հովսեփի մասին։ Ինքներդ կարդացեք նրան, նա նույնպես աշխարհակալ դաժան տիրության մեջ էր, տիրակալության մեջ երկրորդ մարդը դարձավ, որովհետև խոնար էր եւ հավատարիմ Աստծուն։ Նա հավատարիմ չէր աշխարհին, հավատարիմ էր Աստծուն։ Նա նույնիսկ բերեց նույն նորությունները այդ կայսրին, որ սով է լինելու, վատ նորություն բերեց, դատաստանի նորություն բերեց, բայց դրանով նա միայն բարձրացավ մինչև կայսրության երկրորդ մարդը։ Ու շատ եղեք նրանց կյանքին։ Նրանք երկուստ էլ իրենց թշնամիների հետ թշնամություն չէին անում։ Նրանց երկուստ էլ լինելով թշնամու սիստեմի մեջ աշխարհակալ, ոնց որ հիմա աշխարհն է մեզ համար քրիստոնյաների թշնամաբար տրամադրված, նրանք թշնամաբար նրանց հանդեպ չէին տրամադրված։ Հակառակը, նրանք ներել էին իրենց ցավ պատճառողներին։ Եվ հնազանդ էին միայն Աստծուն, եւ Աստծո համար էին այնտեղ, եւ իրեն գիտեին իրենց դերը այդտեղ, որն է եւ ով է իրենց Աստվածն ու Տերը։ Նրանք աշխարհի մեջ էին, բայց աշխարից չէին։ Այսօր մենք բոլորս այդպիսին պիտի լինենք աշխարհի մեջ, բայց ոչ աշխարից։ Համարձակորեն խոսենք Աստծո խոսքը, նաև պատմենք Աստծո դատաստանի մասին։ Զգուշացնենք, թե ինչ է լինելու, եթե նրանք շարունակեն այդ մեղքերի մեջ մնալ։ Այո, պետք է քարոզել Աստծո սիրո մասին, որովհետև նա սեր Աստված է, բայց նաև նա արդար դատավոր է եւ մարդիկ իրավունք ունեն իմանալու, որն է լինելու իրենց վերջաբանը, եթե դարձի չգան իրենց ճանապարհներից։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր օծյալ մարդիկ ցնցում են աշխարհի սիստեմները, աշխարհի հիմքերը։ Դու պիտի ցնցես այդ հիմքերը, որպեսզի փոփոխություն բերես։ Եթե դու չցնցես, այսօր միլիարդավոր մարդիկ կործանվելու են, երբ որ լինի Քրիստոսի գալուստը։ Իսկ Աստված մեզանից հաշիվ է պահանջելու մեր արած եւ չարած գործերի համար։ Այսօր շատ հավատացյալներ ասում են, Աստված նոր բան չի անի առանց ինձ, չէ որ ես 30 տարվա հավատացյալ եմ, ես գիտեմ խոսքը, բայց այսօր Աստված չի փնտրում լիքը գլուխներ, նա փնտրում է ծարավ սրտեր։ Երբ որ ես ընդամենը 3-4 տարվա անշարժ գույքի գործակալ էի, real estate agent, իմիջիալոց մինչև հիմա, ես սկսեցի լինել top agent ու բավականին շատ արժանիքների, մեդալների, պատվոգրերի է արժանանում։ Իմ օֆիսը ինձ համար իվենթ կազմակերպեց, որտեղ ես պետք է սովորեցնեի 30 տարվա հավատացյալներին։ Եվ նրանք ասում էին, ինչ կարող է սա սովորեցնել մեզ։ Եվ ես գիտեի, որ երբ որ ես մտնեմ այդ դահլիճը, ես առաջինը պիտի կոտրեմ այդ կարծրատիպը, որ նրանք ինձանից շատ գիտեն։ Եվ գիտեք ես ինչ ասեցի։ Ես ասեցի, ով կա այստեղ, որ վաճառել է 350 տուն 3 տարվա մեջ։ Ոչ մեկ ձեռք չբարձրացրեց։ Ես էի այդ մարդը։ Եվ ես նրանց ասեցի, ես հնարավոր է չունենամ 30 տարվա տարիներ իմ մեջքի ետևում, բայց ես հաստատ ավելի շատ փորձ ունեմ, քան դուք, որովհետև ես ունեմ ավելի շատ պտուղներ, քան դուք։ Հարցը տարիների մեջ չէ, հարցը ձեր գործողությունների և պտուղների մեջ է։ Մեկը մի տարվա իր կյանքով միլիոնավոր մարդկանց կարող է դարձի բերել, երբ որ մարդիկ 100 տարի ապրելով մեկ պտուղ չունեն և չորացած թզենու են նման։ Այո, Աստված կարող է նոր բաներ անել անկախ քո ունեցած տարիների հավատքից, ուրիշների միջոցով, որովհետև նա չի փնտրում վարդապետություններ ու լիքը գլուխներ, նա փնտրում է ծարավ սրտեր։ Եվ եթե դու բաց ես Սուրբ Հոգու առաջ, եթե դու բաց ես ու ասում ես Տեր վերցրու ինձ օգտագործի, ես իմ կամքս դնում եմ քո զոհասեղանին, իմ անձս, իմ էությունս եւ իմ ժամանակս, ես որպես
Սուրբ ողջակես, դրվում եմ քո զեհասեղանի վրա, օգտագործիր ինձ քո թագավորության համար, կապ չունի թե քանի տարի ես դու հավատքի մեջ, որովհետև Աստված այդպիսի սրտեր է փնտրում, որ օգտագործի իր փառքի համար։ Եվ այդպիսի մարդկանց մոտ է, որ դու տեսնում ես բժշկություններ, հրաշքներ, դևերի ազատագրություններ ու հստակ տեսնում ես, որ Աստված նրա հետ է։ Ոչ մեկ չի կարող լավ իմանալ Աստծուն։ Ոչ մեկ նույնիսկ 100 տարի Աստվածաշունչ ուսումնասիրել չի կարող ասել ես ամեն ինչ գիտեմ խոսքի մասին։ Մենք մի ամբողջ հավիտենականություն կարող ենք Աստծո մասին սովորել ու սովորել ու սովորել ու սովորել ու միշտ սովորել ու նոր բաներ իմանալ։ Որովհետև սերով բեներն ու քերով բեները նրա ներկայության մեջ արդեն միլիոնավոր տարիներ են, բայց ամեն անգամ ասում են Սուրբ է, Սուրբ է, որտեղ իրանք ամեն անգամ նոր բան են տեսնում Աստծո մասին, որ չգիտեին, միլիոնավոր տարիներ նրա ներկայության մեջ էին։ Ուրեմն ով ենք մենք, սահմանափակ մարդիկ, որ սահմանափակ գրքից միայն կարծում ենք, թե Աստված տեղավորվում է այս գրքի մեջ։ Սա Աստծո խոսքն է, բայց ամբողջությունը չէ Աստծո մասին։ Աստված ավելին է, քան այս գիրքը, եւ նա ավելի մեծ ձևերով ու շատ ձևերով կարող է գործել։ Հովհաննես Մկրտիչը ասեց, որ եթե այստեղ բոլոր նրա կատարած հրաշքները գրենք, աշխարհի գրքերը չեն հերիքի, որովհետև այդքան շատ հրաշքներ արի Հիսուսը, որոնց մասին գրված չէ։ Եվ նա այսօր էլ շարունակում է անել այդ հրաշքները։ Այսօր քրիստոնյան պիտի կենտրոնանա գործառաքելոցի վրա, որ միջև հիմա շարունակվում է։ Ոչ թե ինչ է եղել խաչից առաջ, այլ ինչ է լինում խաչից հետո, հարությունից հետո, միջև այսօր, այն բոլոր հրաշքները, որ դեռ գրված չեն, բայց գրվում են երկնքում։ Ու դու կարող ես լինել այդ անոթը, կարող ես դու աշխարհին բերել այդ հրաշքները ու բժշկությունները, եթե միայն կամենաս, եթե միայն սիրտը դնես զոհասեղանին, կյանքը դնես զոհասեղանին ու ասես Տեր վերցրու ինձ, օգտագործիր, տար ինձ աշխարհ։ Ես թող չլինեմ աշխարհից, բայց լինեմ աշխարհի մեջ, որպեսզի այս մարդիկ, որ քո մասին չգիտեն, փրկվեն այսօր, որովհետև դու արժանի Աստված ես, որ քո բոլոր զավակները այսօր փրկության արժանանան։ Ուրեմն քո զորությունը եկեղեցի քո ծառայության մեջ է, ոչ թե քո գիտելիքների չափի, ոչ թե քո հավատքի մեջի տարիների, ոչ թե քո աղոթքների, որ շատ կարևոր են իհարկե, բայց քո գործողությունների ու ծառայությունների մեջ, որ դու անում ես դրսում, այնտեղ, որ տրված է քեզ հունցք անելու։ Ու չկա տենց մարդ, որ ասի, ես չունեմ այդ արտը, ունես, որտեղ ես դու աշխատում, դա քո արտն է, հունցք արա։ Որն է քո ընտանիքը, դա քո արտն է, հունցք արա։ Ովքեր են քո ընկերները, նրանք քո արտն են, հունցք արա։ Եվ քաղաքականության մեջ հունցք արա, և մշակույթի մեջ, և կրթության ու գիտության մեջ, մտի քո երեխաների դպրոցները, գրվի որպես ծնող, որպեսզի վալենտիր աշխատես ու բեր Աստծո խոսք այդ դպրոցի մեջ։ Գնա քո գործընկերների հետ խոսիր, քո ղեկավարության հետ խոսիր, այսօր բոլորը կոտրված են։ Ստատիստիկան ցույց է տալիս, որ Ամերիկայի 80%-ը իր կյանքի մեջ մեծ ստրես է ապրում։ Ստրեսը դա սատանայի գործն է։ Այսինքն նրանց կյանքի մեջ արդեն սատանան քանդում է և կոտրում է նրանց սրտերը։ Ուրեմն կա քո կարիքը, որ դու գնաս ու գտնես քո շրջապատի այդ 80%-ին և ասես Աստված սիրում է քեզ։ Եվ դու ունես փրկության հնարավորություն այսօր։ Ուրեմն քո զորությունը եկեղեցի, քո ծառայության մեջ է։ Եկեք աղոթենք։ Հայր Աստված, շնորհակալ ենք այս խոսքի համար, շնորհակալ ենք, որ դու ցույց ես տալիս, թե ինչ ակնկալիքներ դու ունես մեզանից, Տեր ջան, որպես որ մենք լինենք կենդանի գործիքներ քո ձեռքերի մեջ, անոթներ Տերս, ոսկե եւ արծաթե, որ քո թագավորությունը երկնքից երկիր բերենք։ Շնորհակալ ենք, որ դու մեզ պատվել ես դրանով, պատիվ ես արել Տեր, որ քեզ ճանաչենք, որ դու մեզ այդ պատվին արժանացրել ես, գտել ես մեզ Տերս, փրկել ես եւ ասել ես գնա մյուսներին էլ ասա, որ ես կամ ու կարող եմ նրանց էլ փրկել։ Շնորհակալ ենք Տեր այդ մեծ պատվի համար, որ դու մեզ արժանացրել ես։ Շնորհակալ ենք Հիսուս, ուղղորդիր մեզ, ցույց տուր մեզ այն մարդկանց,
ովքեր որ քո խոսքի կարիք ունեն, Տեր, որպեսզի մենք մտնենք այդ արտը, հունց կանենք ու զորությունը տարձակենք ու բժշկությունը տարձակենք, փառքը տարձակենք, ազատագրությունը բերենք, Տեր ջան, քո բոլոր զավակների կյանքի մեջ եւ մեր ազգի կյանքի մեջ։ Հիսուսի անունով աղոթեցինք։ Ամեն։